Համաձայն եք տուգանել մարդկանց, եթե չգնան ընտրության։ Ամեն ինչ հնարավոր։ Կամ օրինակ խթանել գնացողներին։ Հա։ Հայաստանի դեմ սպառնալիքները որ կողմերից են գալիս։ Եվ Թուրքիայի հետ, եւ Ադրբեջանի հետ գտնվում ենք անմիջական ռազմական սպառնալիքի ներքո։ Ով կարող է լինել մեր պոտենցիալ դաշնակիցը։ Մենք ինչ ունենք փաստաթղթային առումով։ Մենք ունենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ, որը միակ հարաբերություններն է, որ ապահովում են անվտանգությունը, երաշխիք են տալիս։ Երբ որ մենք սև ու սպիտակ ասում ենք չի գործել, հապկը էսա կամ բանա, մենք սխալ ենք գնահատում։ Ինքը գործել է։ Այսինքն հիմա պատասխան չունեք ակտիվացնել հարաբերությունները հապկում թե չէ։ Մենք պետքա գանք, ուսումնասիրենք այդ վիճակը, բանակցությունների ընթացքում հասկանանք իրական ինչ վիճակ է ստեղծում, դրանից հետո որոշում ընդունել։ Ինչի իշխանությունը հիմա որոշում չի ընդունում դուրս գան։ Ուկրաինում պատերազմը ավարտվեց, ինչ է լինելու։ Մենք պետք է քաղաքականություն վարելիս նաև այդ պրոգնոզը անենք, հասկանանք ինչ է։ Ավարտվելուց հետո Ռուսաստանը ինչ քաղաքականություն է վարելու։ Պարոն Հարությունյան, ստորագրել նախաստորագրված խաղաղության պայմանագիրը թե վերաբանակցել։ Ես կարծում եմ, որ պետքա նոր մոտեցումներ ձևավորել։ Վերաբանակցել։ Այո։ Հայաստանում ինչ գործարաններ կարելի է բացել։ Հայաստանում գործարաններ, որոնք պետք է ապահովեն, ասենք, տնտեսության զարգացումը եւ աշխատատեղերը։ Մինչև 24 թվականը ամեն ինչի հետ ինչ որ կատարվել է Հայաստանում, համաձայն եք եղել, կիսել եք իշխանությունների տեսակետները։ Իհարկե ոչ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Հարությունյան, ինչպես է անցնում քարոզարշավը, ինչպես են տրամադրված մարդիկ։ Քարոզարշավը անցնում է ըստ մեր պլանավորված ժամկետներով եւ այն բնակավայրերով մենք որ պլանավորել ենք։ Մենք սկիզբը սկսել ենք Երևանում, այցելել տարբեր համայնքներ, անցել ենք դա, հիմա նաեւ դուրս են գալի մարզեր։ Կարող եմ փաստել հետեւյալը, որ ակտիվությունը ընտրողների մեծանում է, հետաքրքրությունները մեծանում են ընդհանուր մասում, ու նաեւ պարզամեր մասով, որտեվ ասենք թե ես երկար տարիներ բացակայում էի Ռուսաստանում ծառայության մեջ էի, դեսպան էի, արտակարգ եւ լիազոր։ Հիմա այդ ամեն ինչը ոնց ասած վերականգնվում է։ Նորմալ գնում է, ասենք թե այդպիսի գլոբալ հարցեր չկա, պայմանները ստեղծված է նորմալ, ասենք թե նույն լրատվամիջոցների տեսանկյունից, բայց այստեղ կան լրջագույն հարցեր օրենքի տեսանկյունից, սահմանադրության պահանջը դա պարզավոր պետք է ստեղծվի հավասար պայմաններ, բայց հավասար պայմաններ չկա։ Օրենքը հակասում է սահմանադրությանը, երբ որ ինքը մտցնում է գրավի գաղափարը, դա փողը, իսկ մենք առաջարկում ենք մեր ծրագրով փողը փոխարինել ստորագրահավաքով։ Բայց ինչի փոխարինել։ Եթե մի կուսակցություն օրինակ չի կարողանում գոնե 7.5 միլիոն դրամ հավաքել, ինչի մասնակցի ընտրություններին։ Տեսնում եք, դուք առաջնահերթ եք դնում փողը։ Չէ, օրինակ կուսակցությունը նվազագույնը 300 անդամ պետք է ունենա, այդ 300 անդամով չեն կարողանում անդամավճար վճարել ու այդ գրավը հավաքել։ Խնդիրը դա չի։ Խնդիրը դա չի։ Գրավը որտեղ են օգտագործում։ Դա իրավական համակարգում։ Մարդկանց որ մեղադրում են, ասում են փողմուծի գնա ազատ մանալի։ Հասկանում եք։ Չի կարող այստեղ, որտեղ ընտրվում է բարձրագույն իշխանությունը, փողը դեր ունենա։ Այստեղ պետք է դեր ունենա մարդու կշիռը քաղաքական։ Իսկ դա ինչ է, դա ստորագրահավաք է։ Եթե ինքը ուզում է մասնակցի, հա, որպեսզի ամեն մեկը չմասնակցի, որ երկու կողմնակից ունի, դա պետք է լինի ստորագրահավաքով։ Ինչքան 20,000, 15,000, դա արդեն քննարկման թեմա է, բայց դա պետք է այդ ճանապարհով գնաց։ Մյուս խնդիրը եթեր վճարովի եւ ոչ հավասար պայմաններ տրամադրվում է, բայց նաեւ դու կարող ես 600 միլիոն մուծես եւ վճարովի եթեր դուրս գաս։ Նաեւ կա օրենքում, որ դու կարող ես անվճար նաեւ տարբեր մասնավոր
լրատվամիջոցներ, բայց մասնավոր լրատվամիջոցը ասում է գիշերը կգաս 4-ին 5-ին, հասկանում եք։ Դες կարելի է փաստել, որ սա նորմալ պայմաններ չի։ Ինչի արդյունքում սրա հետևանքը մենք ունենք, որ ընտրողները գնալով չեն մասնակցում ընտրություններին։ Ինչ անել, որ մասնակցեն։ Դե այդ եմ ասում, առաջինը դա պետք է այդ պայմանները հավասար ստեղծել, որպեսզի մենք պայքար լինի գաղափարների, անձերի, ոչ թե փողի։ Հիմա դե ֆակտո մենք փողի պայքար ասա գնում։ Դա մեկ, երկրորդը մենք առաջարկում ենք մեր ծրագրով դա անել պարտավոր պատվավոր պարտականություն պետք է լինի։ Պիտի գնաս, ոնց որ ասենք թե կա բաներ, որ պետությունը գնահատելով որ դա վտանգ է, ասենք թե նույն դա այդ օրինակը բերել եմ անվտանգությունը պետության ինքը ապահովում է, դա ոնց է ապահովում, բանակ, զորակոչում է, то есть եթե զգում է, որ դա այդ խնդիրը պետք է լուծվի, գնում են այդ ճանապարհով, то есть մարդու իրավունքները ստեղ ընդհանրապես կապ չունեն։ Նույնը այլ հարթության վրա, պետությունը ընդունում է որոշումներ, ես կազմակերպում է, եւ այստեղ էլ պետք է լինի, այստեղ ինչ է նշանակում պարտադիր, դա կարող է քարոզչական աշխատանք լինի, դա կարող է ոնց որ ասենք թե մենք ունենք, որ եթե բանակում չես ծառայել, պետական բանում չես կարող աշխատել։ Բայց օրինակ նույն բանակում չծառայելու համար քրեական պատասխանատվություն է ընդհանրում, իսկ չքվեարկելու համար։ Ես չեմ կարծում, որ այս դեպքում պետք է այդ անել, բայց պետությունը պետք է մշակի ուղղություններ, ինչպես անել, սկսած քարոզչությունից, որտեղ ինչ է նշանակում ընտրությունները։ Դա հիմնական ատրիբուտն է, որ մենք ձևավորում ենք իշխանություն, որից կախված է պետության ապագան, то есть գլխավոր հարցը։ Օրինակ համաձայն եք տուգանել մարդկանց, եթե չգնան ընտրության։ Ամեն ինչ հնարավոր։ Կամ օրինակ խթանել գնացողներին։ Հա, այստեղ լիքը բան կա, մեթոդներ, որ մենք կարող ենք օգտագործել, բայց այս հարցը պետք է լուծվի։ Եթե չի լուծվում այս հարցը, ապա այս համակարգը չի գործում։ Եթե չի գործում, ուրեմն մենք մեր նպատակին չենք հասնում։ Պետք է փոխենք այս համակարգը։ Շատ լավ, ձեր կարգախոսն է անվտանգություն եւ զարգացում։ Հիմա մի քիչ խոսենք անվտանգության մասին, հետո զարգացման։ Ինչպես ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանի անվտանգությունը, դուք պատկերացնում եք, չէ՞ որ անվտանգություն երբ որ խոսում ենք, խոսքը գնում է հայացակարգի մասին, մեր առաջի կետը։ Եվ անվտանգությունը դա տարբեր պետության ոլորտներից է, ասենք տեղեկատվական, բարենային անվտանգություն, արտաքին, կիբերանվտանգություն, այո, այն որտեղ որ հնարավոր են սպառնալիքներ, դու պետությունը պետք է ապահովի անվտանգություն եւ ինքը պետք է ապահովի ունենա ճանապարհային քարտեզ դրա, ոնց որ կառավարությունը ունի բյուջե։ Նույնը պետք է ունենաս ազգային անվտանգության հայեցակարգ, որտեղ պետք է ամեն ինչ դա գրվի։ Անվտանգությունը դա լայն հասկացողություն է։ Կա սպառնալիք, դու պետք է չեզոքացնես դա սպառնալիքը եւ անվտանգ պայմաններ ստեղծես։ Չեզոքացնելով դու ստեղծում ես անվտանգություն։ Հիմա Հայաստանի դեմ սպառնալիքները որ կողմերից են գալիս։ Բոլոր կողմերից։ Երկրները նկատի ունեմ, օրինակ Ադրբեջանից, Թուրքիայից։ Չէ, դուք նախ խոսում եք ռազմականից։ Այո, ռազմականից, ամենապարզ, ամենամարդկանց հասկանալի։ Ռազմականը, ուրեմն դա ես ազգից ասում, որ սա գիտություն է, ասենք թե մի բան ես եմ զգում, մի բան դուք եք զգում, նախասիրություններ ունեք, բայց սպառնալիքը եւ անվտանգությունը ունի կոնկրետ մեթոդաբանություն, ոնց են գնահատում։ Ուրեմն այն ինչ որ հնչում Ադրբեջանի կողմից, բարձրաստիճան ղեկավարություններից, տարածքային պահանջներ, օրինակ Երևան, որ Երևանը մերն է եղել, Սյունիքը մերն է եղել, Սևանը մերն է եղել, դա սպառնալիքներ են ռազմական։ Մեկ։ Ուրեմն մյուսը, երբ որ դու չունես դիվանագիտական հարաբերություններ, դա արդեն սպառնալիք է։ Թուրքիայի հետ օրինակ։ Եվ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Թուրքիան նույնպես մենք եւ Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ գտնվում ենք անմիջական ռազմական սպառնալիքի ներքո։ Սա է։ Հիմա ուրիշ խնդիր, որ ասենք թե կա տենդենս, որ նախաստորագրված է խաղաղության պայմանագիր, բայց սա նախաստորագրված է եւ դա երաշխիք չէ։ Նույնիսկ եթե ստորագրված լինի, գիտությունը ասում է, որ եթե բալանսը խախտված է, նույնիսկ դու պայմանագիր ունես ստորագրված,
դա կարող է լինի հնարավոր սպառնալիք, հասկանում եք։ Ու դու այդ հնարավոր սպառնալիքը, դե սպառնալիքները լինում են իրական եւ հնարավոր։ Նույնիսկ ուզում եմ ասել, որ ստորագրումը պայմանագիր, դիվանագիտական հարաբերություններ կա, նորմալ հարաբերություններ, նույնիսկ եթե խախտված է բալանսը, դա գնահատվում է որպես հնարավոր սպառնալիք։ Ու դու պետք է դա չեզոքացնես։ Ինչպես չեզոքացնենք։ Բալանսը ապահովելով, բալանսը։ Հիմա մեր պարագայում այդ վիճակն է։ Եվ այստեղ ռազմական անվտանգությունը պետք է ապահովես քո բանակի հզորության, եւ դա մի մասն է։ Բանակը դա մեր մոտ շատերը շփոթում են, մեկ դրեն բարձրաստիճան պաշտոնյաներին ասում են մենք ունենք անվտանգության նամակարկ, ասում են հա բանակ ունենք կամ ազգային անվտանգություն։ Դրանք մարմիններն են, որոնք ապահովում են, բայց անվտանգությունը ապահովում է պետությունը եւ պատերազմում է պետությունը։ Մենք ունենք այդ տոկությամբ նույնիսկ անկալելու խնդիր, սխալ ենք անկալում։ Դա համար մենք պետությունը չենք պատրաստում, պատրաստում ենք բանակը եւ հասկանում եք, չէ՞։ Հա, դա համար բանակի հզորությունը պետք է բերվի բալանսի։ Մյուս խնդիրը դա պետք է դու արտաքին քաղաքականության արդյունքում ունենաս նաեւ պետություն դաշնակից, եթե քո բալանսը բավարար չի։ Ով կարող է լինել մեր պոտենցիալ դաշնակիցը։ Պոտենցիալ դաշնակիցները մենք այսօր ունենք դե ֆակտո ստորագրված փաստաթղթերով, որոնք երբեմն չեն գործում։ Հա? Որոնք չեն գործում երբեմն։ Կարող է չգործի, բայց գործել է, չէ՞, եկեք որ մենք գնահատում ենք 22 թվականին գործել է։ Հա, չէ, 22-ին մի խնդիր, մասամբ չի գործել։ Դե Հայաստանի սահմանների վրա ագրեսիա կար եւ ՀԱՊԿ-ը որևէ կերպ չաջակցեց Հայաստանին։ Միշտ ապեք, հիմա կբացատրեմ։ Սա բարդ է, եթե մենք օրինակներ կբերեմ, ասենք նույն Կիպրոսի խնդիրը։ Թուրքիա, Հունաստան, ՆԱՏՕ հարցակվեց չգործեց։ Այստեղ ավելի բարդ կապեր կա, էլի։ Ես ուզում ասել, որ ՀԱՊԿ-ը մենք ինչ ունենք փաստաթղթային առումով։ Մենք ունենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ, որը միակ հարաբերություններն է, որ ապահովում են անվտանգությունը, երաշխիք են տալիս։ Որտեղ միջպետական հարաբերությունները կարելի է գնահատել հետևյալ կերպ՝ հակամարտություն, չեզոք, համագործակցություն, գործընկերություն եւ դաշինք։ Այս են հարաբերությունների մակարդակը։ Մենք ունենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություն, որտեղ կա երաշխիք անվտանգության, մյուսը մենք ունենք Ամերիկայի հետ հռչակագիր, ունենք հիմա ստորագրված Անգլիայի հետ ռազմավարական գործընկերություն, նաև Ֆրանսիայի հետ։ Նաև Ֆրանսիայի հետ։ Ֆրանսիայի հետ, հա։ Ու Հնդկաստանի հետ էլ այդ ուղղությամբ գնում է։ То есть մենք ունենք այսպես ամենաբարձր մակարդակը հարաբերություններ, որը տալիս է երաշխիք դա Ռուսաստանի հետ եւ կան ռազմավարական գործընկերություն այդ պետությունները, ինչ որ մենք ասեցինք։ Բայց դու պետք է երաշխավորես, օրինակ նայեք, Ճապոնիան։ Ինքը սպառնալիք է տեսնում Չինաստանից եւ Ռուսաստանից։ Լինելով 4-րդ իր բյուջեով, իր տնտեսական հզորությամբ, լինելով 4-րդ թե 5-րդ պետություն աշխարհում, ինքը վիճակի չի ապահովել իր անվտանգությունը։ Դրա համար ինքը պայմանագիր է կնքել եւ տարածքում գտնվում են ամերիկյան բազաները։ Բայց ինքը ոչ բլոկային երկրի, ավելի շատ կարգավիճակ չունի, այսինքն ՆԱՏՕ-ի անդամ չի, չէ՞։ Չի, ՆԱՏՕ-ի անդամ չի, որտեղ ՆԱՏՕ-ն եվրոպական կառույց է, եվրոատլանտյան։ Ինքը գտնվում է Խաղաղ օվկիանոսյան Ասիայում։ Դա մանինքը չի, բայց դա երկկողմ հարաբերություն, ոնց որ մերը Ռուսաստանի հետ երկկողմ է եւ ՀԱՊԿ-ի հետ մենք ունենք միջազգային պայմանագիր, դա միջազգային կազմակերպություն է, դա տարբեր բաներ են։ Ես ուզում եմ ասել, որ դու բալանս ապահովում ես այս ձև, կամ դառնում ես բանի անդամ մի կառույցի անվտանգային, մեր պարագայում դա ՀԱՊԿ-ն է, ՆԱՏՕ-ն է, մյուս պարագայում երկկողմ, ոնց որ մեր Ռուսաստանը, Ճապոնիան իր հետ, հիմա սա է գիտությունը, հիմա ասենք թե մենք խնդրեմ ենք ունեցել այո ՀԱՊԿ-ի հետ։ Եվ այստեղ էլ նյուանսներ կա։ Ինչ նյուանսներ։ Նյուանսները հետևյալն են, որ ասենք թե 30 տարի ՀԱՊԿ-ը գործել է։ ՀԱՊԿ-ի կարիքը չի եղել, բայց գործելու 30 տարի ՀԱՊԿ-ի կարիքը չի եղել գործելու։ Չէ, սխալ եք գնահատում։ Հայաստանի սահմանների վրա առաջին ագրեսիան։ Մի րոպե, սխալ եք գնահատում։ Կարիքը չի եղել, երբ որ դու անդամ ես ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական,
բազաները կան այստեղ, դու դրանով կանխում ես քո վրա հարձակումը։ То есть զինված ուժերը ունեն երկու նպատակ. Ա կանխել, իսկ եթե սկսվել է աջակցել։ Մենք 30 տարի ունեցել ենք հասկանալի է, չէ՞ որ Ադրբեջանը ցանկություն է ունեցել վերցնել։ Չի գնացել այդ քայլին, զսպել է իրան եւ ՀԱՊԿ եւ Ռուսաստանի բազայի արկայությունը, մինչեւ ինքը չգործեց եւ ՀԱՊԿ-ում ստեղծեց հարաբերություններ տարբեր պետությունների տնտեսական, ինքը գործեց, որպեսզի թույլատնի ՀԱՊԿ-ը։ Այս պարագայում, Հայաստանի պարագայում հասկանում եք, չէ՞։ Մենք պետք է աշխատենք հակառակը։ Մյուս խնդիրը, որի մասին չգիտեն, որ մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում դա պայմանագրի կետերից մեկն է եղել, որի շնորհիվ մենք պատրաստել ենք սպայական կազմ մոտ 5000 մարդ, դա միլիարդի դոլարի կամ ավել գումար է մեկ, то есть ՀԱՊԿ-ից մենք ստացել ենք դա։ Մենք ձեռք եք բերել զենք ներքին գնելով, դա էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում է։ Երբ որ մենք սև ու սպիտակ ասում ենք չի գործել, ՀԱՊԿ-ը էսա կամ բանա, մենք սխալ ենք գնահատում։ Ինքը գործել է, այս պարագայում Ադրբեջանը, միայն Ադրբեջան, նաև Թուրքիան աշխատել է այդ պետությունների հետ եւ ինքը գործել է, ասենք մեր դեմ ու դա սկսվեց, կարելի ասել մեր դեմ ասում եմ այդ պարագայում, այդ վիճակով, երբ որ Խաչատուրովին հետ կանչեցին, մենք հետ կանչեցինք, եւ այստեղ գնաց պայքար, որպեսի եթե իր ժամկետը նույնիսկ կեսը չէր անցել, իր պաշտոնավարման, ու այս պարագայում ասենք թե պիտի շարունակել Հայաստանի ներկայացում, բայց այնտեղ ձևավորվեց մի հատ խումբ, որը պայքարեց, որպեսզի Հայաստանը չլինի։ Պարոն Հարությունյան, եթե իշխանության գաք, խորացնելու եք հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, այսինքն հիմա իշխանություններն ասում են սառեցված է մեր ՀԱՊԿ-ի անդամակցությունը, ակտիվացնելու եք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Ուրեմն նայեք, արտաքին քաղաքականության խնդիրը մենք չավարտեցինք, որ այո, կա խնդրեմ, իրավիճակը փոխվել։ Հիմա տեսեք, զուգահեռ եմ տանում, որ հասկանաք դա միայն մեր տարածաշրջանի խնդիրը չի։ Օրինակ Ամերիկան Ամերիկան ասում է, ես ձեզ երաշխիք չեմ Եվրոպա, դուք ձեր ճարը տեսեք։ Իրավիճակը փոխվել, ինչի, որտեվ ինքը ասում է, ես խնդիրներ ունեմ Ազիայում։ Չինաստանի իր համար մեկ մրցակիցը, նաև թշնամին, որտեղ իր ռազմական դոկտրինում ինքը գրում է, որ իր թշնամիները դա Չինաստանն ու Ռուսաստանն է։ Դրա համար իր ուժերը չի պատում, ռեսուրսները, ինքը ասում է Եվրոպային, ես այլևս չեմ ծախսի, իսկ հիմնական ծախսը Եվրոպայի անվտանգային կրում է Ամերիկան։ Կա Ամերիկա, կա ՆԱՏՕ, չկա Ամերիկա, չկա, հասկանում եք։ Մակրոնն ասում է, որ Ամերիկան մեզ այլևս դաշնակից չի։ Պրոցեսներ է գնում։ Այս պարագայում այսօր խնդիրը ուրիշ է։ Մենք պիտի արտաքին քաղաքականության խնդիր դնենք, որ այս ստեղծված իրավիճակում մենք ում հետ կարող ենք ապահովել մեր բալանսը այս մեր սպառնալիքների դեմ, ում հետ եւ ինչ քաղաքականություն ենք վարում։ Եվ այստեղ պետք է պետական համակարգը աշխատի, հասկանա այս վիճակում ով է քո իրական դաշնակիցը, օբյեկտիվորեն հասկանում եք, եւ այստեղ խնդիրը արտաքին քաղաքականության նոր ստեղծված իրավիճակում, երբ որ միջազգային համաշխարհային համակարգը չի գործում, որը հաստատվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ բալանս ձևավորվեց, հիմա նա լիարժեք չի գործում, նույնիսկ կարելի ասել չի գործում։ Եվ այս նորաստեղծ համակարգում համաշխարհային մենք պետք է ճշգրիտ մեր տեղը գտնենք։ Դա բանակցություններ է, դա ուսումնասիրություններ, ամբողջ պետական ապարատը պետք է գործի եւ գնահատի։ Եվ այստեղ ի հայտ է գալիս առաջի տեղը մեր ծրագրի առաջի կետը անվտանգության հայեցակարգը։ Ինքը պետք է պատասխանը տա։ Այսինքն հիմա պատասխան չունեք ակտիվացնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում թե չէ։ Չէ, ես բերում եմ միտքը։ ՀԱՊԿ-ի հետ մենք սառեցրել ենք։ Ես ասում եմ, դրա համար այստեղ խնդիրներ կա կադրերի պատրաստման բանի հետ։ Մենք սառեցրել ենք, նպատակ ունենք, չէ՞ որոշ։ Եվ այստեղ պետք է գնահատես ճիշտը որն է, դուրս գալ թե մնալ։ Իսկ ըստ ձեզ ըստ ինձ մենք պետք է ցույց տանք այս վիճակը, որ ՀԱՊԿ-ը չի գործել, չնայած ինքը առաջարկել է առաքելություն դիտորդական, մենք հրաժարվել ենք։ Բայց այս սառեցումը ես համարում եմ դա քայլ է, որը ստիպում է որպեսի ստապվեն, բայց
երբ որ դու բացակայում ես, իսկ այս պետությունները, տարածաշրջանային պետությունները ԵԱՍ-ի անդամ, հասկանում եք, մենք կապված ենք այստեղ։ Եթե դու ԵԱՍ-ի անդամ ես, նույն պետությունները նաև ՀԱՊԿ-ի անդամ են։ Եվ այստեղ պետք է հասնես քո նպատակներին օգտագործելով այս հարթակը։ Զուգահեռ դու ապահովում ես քո միջպետական հարաբերությունները այլ պետությունների։ Հիմա տեսեք, մենք խնդիր ունենք, չէ՞, ասենք թե սառեցրել ենք երբ մինչ այսօր մենք չունենք որևէ մի փաստաթուղթ այլ պետությունների, դա կլինի Ֆրանսիայի հետ։ Ֆրանսիայից մենք գնում ենք զենք, դա կոչվում է ռազմատեխնիկական համագործակցություն, բայց մենք չունենք պարտադիր, ասենք թե դաշնակցային հարաբերություններ, որը մեզ երաշխիք կլինի, որ մենք բալանսավորենք, որտեղ մենք փոքր պետություն ենք եւ այս տարածաշրջանում մեր ռեսուրսները բավարար չի։ То есть խնդիրը դա է։ Դու պիտի հասնես այնպիսի մի վիճակի, երբ որ դու ունենաս այդ փաստաթուղթը, նորից եմ ասում, կարող է փաստաթուղթը չգործի, վիճակ փոխվի, ոնց որ ՆԱՏՕ-ի օրինակը դες բերի։ Եվ դա դրա մասին է խոսքը գնում, որ մենք պիտի օբյեկտիվորեն այդ ամեն ինչը գնահատենք։ Շատ լավ, օբյեկտիվորեն գնահատելով հիմա ակտիվացնել հարաբերությունները, թե թողել սառեցված։ Ես բացատրում եմ, այսի գլոբալ խնդիր է, հասկանում եք, դա պիտի ուսումնասիրես, դա այն չի, որ հիմա ես ասում եմ, որ մենք պետքա գանք, հասկանում եք իմ միտքը, մենք պետքա գանք, ուսումնասիրենք այդ վիճակը, բանակցությունների ընթացքում հասկանանք իրական ինչ վիճակ է ստեղծում, դրանից հետո որոշում ընդունել։ Ինչի իշխանություն հիմա որոշում չի ընդունում դուրս գալ։ Իրա ձեռքում է, չէ՞ իրա լծակները։ Գուցե կարծում եմ, որ սպառնալիքներն ավելի շատ են։ Այո, եթե դու հիմա հապկում ես, դու ունես երաշխիքներ տարբեր, գործող չգործող, ասենք թե բանի պարագայում, Ադրբեջանի պարագայում կարող է չի գործում, բայց այլ պարագայում գործում է։ Օրինակ Թուրքիայի։ Չէ, Թուրքիային էլ այդտեղ չի գործի միանշանակ։ Այստեղ կգործի ավելի շատ այլ հարաբերություններ այս վիճակում։ Այն այս հարցերը, որ միանշանակ պատասխան հիմա չունի, ոչ մեկն էլ չի կարող տա, ով տվեց նա ուղղակի պոպուլիզմով ազբաղվում։ Սա աշխատանքի արդյունք պիտի լինի։ Դու չպիտի անես քայլ, քանդելով տունը, չկառուցելով նորը։ Սա է խնդիրը։ Եվ այստեղ այդ արտաքին քաղաքականության խնդիրը այսօրն է։ Եվ նորից եմ ասում, սա փոխկապակված է ԵԱՍ ՀԱՊԿ։ Նույն պետությունները ԵԱՍ-ի անդամ են նաև։ Եվ դուք պիտի նաև հստակ պատկերացնեք, որ տնտեսական տարածք եթե ունես, եւ այդպես մեծ, նա պիտի ապահովված լինի անվտանգային տեսանկյունից։ Դրա համար ՀԱՊԿ-ը, չնայած դրա մասին չեն ասում, բայց դա իրականություն է, ՀԱՊԿ-ը նաև ԵԱՍ-ի Եվրասիական միության անվտանգությունն ապահովում։ Դու այստեղ հասկանում եք, ՀԱՊԿ առանձին դիդարգել չես կարող։ ԵԱՍ-ի հետ, եթե այստեղից դուրս ես գալիս, ավտոմատ կերպ ստեղծվում է, դու խնդրեմ ես ստեղծում նաև այստեղ։ Հասկացաք։ Հա, շատ լավ, հիմա ինչպիսի արտաքին քաղաքականություն Հայաստանը պետք է վարի։ Իշխանությունն ասում է բալանսավորված քաղաքականություն, կան ուժեր, որոնք կողմ են արևմուտքի հետ հարաբերությունների ավելի սերտացմանը։ Ձեր ուժը ինչպիսի պատկերացումներ ունի մեր արտաքին քաղաքական դոկտրինի վերաբերյալ։ Մենք պետք է վարենք ոչ բալանսավորված, ոչ կոմպլեմենտար, մենք պետք է վարենք քաղաքականություն նորմալ, որը ապահովում է մեր շահերը։ Որ քաղաքականությունն է մեր շահերն ապահովում։ Հա, այդ եմ ասում, դու պիտի գերխնդիր ապահովես բարեդրացական հարաբերություններ բոլոր պետությունների հետ, աշխատես։ Պետք է հստակ գնահատես որտեղից է քո սպառնալիքը այսօր եւ հնարավոր ապագայում։ Պետք է հստակ տանջատես ով է քո դաշնակիցը իրական, ու դա կախված չի, ասենք թե կարող է դաշնակից լինի, բայց ինքը իշխանության սպառնալիք լինի, ոչ թե պետության։ Այդպես էլ է եղել, որ ասենք թե խնդիր ընդդրի իշխանափոխություն անել, բայց դա կապ չունի, ասենք թե հարաբերությունների հետ։ Եվ այստեղ պետք է դու հստակ ունենաս, բայց խնդիրը սկզբունքը հետևյալն է, չվնասես մի քանդի մի բանը, եթե չունես դրա փոխարինողը։ Սա է մեր արտաքին քաղաքականության։ Եւ ինչի կհասնենք, դա կախված է նորից ասում, արտաքին քաղաքականությունը մի պետությունից միայն կախված չի, նաեւ կախված է այն պետություններից, ում հետ դու ստեղծում ես հարաբերություններ։ Ասենք թե հիմա տեսեք ինչ գործոններ կա։ Դուք հիմա կարող եք ասել Իրանի հետ պատերազմը ինչով ավարտվում, բարձ չի։ Ուկրաինայի ինչան, հիմա տեսեք երկու գործոն եմ ասում ձեզ։ Ուկրաինում պատերազմը ավարտվեց, ի՞նչ է լինելու։
մենք դի քաղաքականություն վարելիս նաև այդ պրոգնոզը անենք, հասկանանք ինչ է, ավարտվելուց հետո Ռուսաստանը ինչ քաղաքականություն է վարելու։ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանի հետ, Իրանը որ ավարտվեց տարբերակներ կա, ասենք թե Ամերիկան ոչնչացրեց Իրանը։ Տարբերակը, չէ՞, ինչ է լինելու։ Հասկանում եք, մյուս խնդիրը, ասենք թե գլոբալ։ Գլոբալից պետք է գանք մեր տարածաշրջանային եւ մեր հարաբերությունները։ Գլոբալ, ասենք թե Չինաստան, Ամերիկա։ Պայքարը աշխարհի այսօր այդ հարթության վրա է գնում։ Չինաստանը ուզում է զբաղվեցնել աշխարհի լիդերի տեղը եւ ինքը դրան գնում է, հասնում է, տնտեսական առումով արդեն ինքը լրջագույն ազդեցություն ունի միջազգային տնտեսության վրա, նույնիսկ այսօր Եվրոպան մրցակից չի Չինաստանի տարբեր ուղղություններով, ասենք թե էլեկտրոմոբիլների առումով չեն կարող դեմ առնել, հասկանում եք։ Եվ սա գնալու է այն վիճակի ստեղծվի, որտեղ որ մենք պետքա ճշգրիտ այս փոփոխող աշխարհում մեր տեղը գտնենք։ Պարոն Հարությունյան, ստորագրել նախաստորագրված խաղաղության պայմանագիրը թե վերաբանակցել։ Ես կարծում եմ, որ պետքա նոր մոտեցումներ ձևավորել։ Վերաբանակցել։ Այո։ Ինչի, որտեվ վիճակը փոխվում է եւ պարզ է, չէ, ասենք թե պատերազմից հետո մեր վիճակը եւ որոշ ժամանակ անց մեկն է եղել, մենք ունեցել ենք քանդված բանակ, то есть այն երաշխավորը, որ պետք է անվտանգություն ապահովի, հիմա ժամանակ անցել, 6 տարի անցել եւ մենք ուժեղացրել ենք բանակը, բալանսը փոխվում, իրավիճակը փոխվում, այստեղ այդ ամեն ինչ հաշվի առնելով ես համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո իրավիճակը փոխվելու եւ մենք պետքա այդ մոտեցումները հստակ վերանայենք, որպեսզի չլինի այն ճնշումները, ինչ որ անում է հիմա Ադրբեջանը։ Ինքը դա անում է, որտեվ ինքը համարում է, որ մենք դե ֆակտո այդպես է հաղթանակա տարել, բալանսի յոկուտ Իրանը, ինքը մինչև այսօր իր բյուջեն մեծացնում է բանակի։ То есть ինքը իր մոտեցումը ձևավորում է ուժային տարբերակով։ Իշխանության գալու պարագայում արցախցիների վերադարձ իրավունքի հարցը օրակարգ բերելու եք, պաշտպանելու եք այդ իրավունքը։ Այդ հարցը օրակարգում պետք է մնա եւ դա այդ բոլոր հարցերի շուրջ պետք է անցկացվի հանրակրվե։ Եվ ցեղասպանության հարց, եւ բանի հարց, արցախցիների վերադարձ, եւ Եվրոմիություն։ Հասկանում եք։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Մենք ունենք հիմա իշխանություն 21 թվին ընտրությունները եղել են, այո, հաղթել են, մասնակիցների մեծամասնությունը ձայնը տվել է գործող իշխանության, բայց երբ որ մենք նայում ենք ընտրողների տեսանկյունից, այն ինչ որ մի քիչ առաջ խոսում էինք, դա կազմում է 25-ից 30%, հիմա հստակ ծավալը չեմ հիշում, 25%, դուք հասկանում եք, մենք պատմական որոշումներ պետք է ընդունենք։ Եվ այդ հարցերում պետք է ամբողջ բնակչության մոտեցումը լինի այս կարևորագույն հարցերին եւ այդ հանրակրվեին հիմնվելով նաեւ պետք է մենք հայացակարգը մշակենք եւ արտաքին քաղաքականություն այդտեղ պատասխանները մենք կստանանք ՀԱՊԿ, Եվրոպա, ԵԱԵՍ, թե Եվրոմիություն, հասկանում եք, մեխանիզմ կա։ Այն ինչ որ դուք ասում եք, որ ես նստեմ ասեմ, ես հիմա չեմ կարող պատասխանել, ու ասենք ենթադրենք, ես ասում եմ, պետք է ՀԱՊԿ-ից դուրս գանք, բայց ժողովրդի հանրակրվե անցկացնում եք, ժողովուրդը ասում է ոչ։ Դե հիմա այդ օրակարգով կգնաք ընտրությունների, եթե մարդիկ կտան ձեզ զայն, կարևորագույն հարցերի շուրջ, այս ինչ որ ես ասացի, պետք է անցկացնել հանրակրվե։ Շատ տնտեսական հարցերից մի քիչ էլ խոսենք։ Ես ձեր նախորդ հարցազրույցներն էի նայում, առաջարկում եք, որ պետությունը բիզնեսով զբաղվի։ Բիզնեսով չզբաղվի։ Գործարաններ բացի։ Հա? Գործարաններ բացի։ Հա, դա բիզնես է։ Բիզնես չի գործարան բացելը։ Չէ, դե բիզնես ուրիշ բան է։ Հիմա տեսեք ինչ է։ Մենք ունենք ինչ վիճակ։ Մենք ասում ենք շուկան կկարգավորի ամեն ինչ։ Մտել ենք վայրի շուկայի։ Կապիտալիզմի տրամաբանությունն է դա։ Չէ, կապիտալիզմի տրամաբանությունը այդ չի։ Դուք Ֆրանսիայի կառուցվածքը գիտեք տնտեսության։ Շատ խորը չէ։ Նա, բայց տեսնում եք, իսկ բանի Սկանդինավիայի
Չէ, ճիշտն ասած Սկանդինավիայի մասնագետ չեմ։ Տեսնում եք, ձեզ չգիտեմ ով ասել է, որ կապիտալիզմը սա է, ոչ կապիտալիզմը սա չի, ինչ որ մենք ունենք։ Ուրեմն կապիտալիզմը Ֆրանսիայում, եթե դու 1 միլիոն եկամուտ ես ստանում, դու 60% հարկ ես մուծում։ Նորվեգիայում, եթե հումք ես անում, նավթ ես անում, 80% հարկ ես մուծում, որտեվ հումքը պատկանում է բանին, ժողովրդին։ Առաջարկում եք բարձրացնենք հարկերը։ Ես չեմ առաջարկում հիմա, ես ընդ գրած է հստակ պետության դերի բարձրացում։ Հիմա ինչի՞, դա էլ բացատրություն կա, ասենք տեսնում եք կապիտալիզմի օրենքները, ասում եք կապիտալիզմ, բայց հիմնական օրենքներից մեկը չեք ասում, որ հարաբերակցությունը պետական եւ սեփական ունեցվածքի, պետական եւ սեփական։ Ուրեմն դա տարբեր գիտությունները, իսկ կապիտալիզմը միատարր չի։ Կա Ֆրիդմանի մոտեցում, կա այլ բաների մոտեցումներ տարբեր եւ որ պետությունը վերցնեք, իրանց մոտ տարբեր կապիտալիզմ է։ Հայաստանում ինչ գործարաններ կարելի է բացել։ Հայաստանում գործարաններ, որոնք պետք է ապահովեն, ասենք տնտեսության զարգացումը եւ աշխատատեղերը։ Դուք հարցեր եք տալիս, որի ես չեմ ուզում հիմա պատասխանել, ես կարող եմ մտնել ձեզ բացատրել, թե ինչ կարելի է, ասենք թե նույն մոլիբդենը մենք պետք է ոչ թե հում կանենք, այլ արդեն արտադրություն, այո, վերամշակված, որտեղ մենք մոլիբդենը արտահանում ենք, այն վտանգավոր տոքսիկ ֆազը այստեղ մաքրում ենք այդ հումքը եւ մաքրած ուղարկում ենք։ Իսկ հիմնականում զարգացած պետությունները ինչ են արտահանում, ապրանք արդեն պատրաստ, ոչ թե հումք։ Իսկ մենք անում ենք պրինց, ոսկի եւ ամեն ինչ, հասկանում եք, էսա եւ 36 տարի է մեր շուկան չկարգավորեց այդ հարցերը։ Մենակ մի բան կարգավորեց, որ միջազգային տվյալներով մենք ունենք այսօր 56% աղքատություն։ Տարբեր պետությունը ասում է մեր տվյալներով 26-27, բայց դա էլ ալտիվ հասկանում եք, հետո ինչ չափանիշներով, ասենք թե 56%-ը, եթե օրական եկամուտը $8.5 ցածր է, $8.5 դուք հասկանում եք ինչ է, չէ՞։ 56%, то есть հիմա նայեք ինչ է ստացվում, երբ որ մենք ասում ենք պետքա ընդունված է կյանքում ղեկավարման ձևերում, որ ասենք թե մի որոշում ընդունում ես, հետո հետևում ես։ Գործում է, չի գործում։ Չի գործում, փոփոխություն ես մտցում։ Նույնիսկ որ բժիշկը բարդ վիճակներում, բարդ հիվանդությունների պարագայում նշանակում է բուժում, տեսնում է չի, ազդում չի լավանում, տենդենսը չի նվազում, փոխում է։ Հիմա մենք 36 տարի գնացել ենք այս համակարգով, որտեղ որ մեր մոտ 85%, նույնիսկ ավել սեփականությունը մասնավոր է։ Ինչի է բերել սա։ Աշխատատեղեր չկա, գործարաններ չեն կարծում, եւ դա օբյեկտիվ է։ Դա ոչ թե բիզնեսմենների մեղքն է, այլ մեր սխալ համակարգի արդյունքն է։ Բիզնեսմենը ինքը իր փողը աշխատած, ինքը չպիտի դնի միտեղ ռիսկային, որտեղ որ դա չգործի, իսկ մեր պարագայում գործանան սարքի այդ ապրանքը որտե ծախի, եթե քո բնակչությունն աղքատ է, ինքը առնում է միայն սնունդ ու հագնելու շորը առնում։ Ինքը չի առնի հեռուստացույց կամ այլ բանը, որ դու արտադրում ես, օրինակ եմ բերում, հասկանում եք։ Եվ դու պիտի զարգացնես դա։ Սա պահանջում է գնահատելով այս անցած ճանապարհը, ինչ որ նորից եմ ասում, այս դեպքի մենք այդ ծրագրերում, իսկ դա նորից եմ ասում, դա մի անձի կամ մի կուսակցության խնդիր չի, չեն կարողանա լուծել, ոչ մի կուսակցություն այսօր չունի այդ ներուժը։ Նույնիսկ իշխանությունը, որ գալիս են իշխանության, ի վիճակի չի այդ հարցերի պատասխանը տա, որովհետև պետք է այստեղ ինտելեկտուալ պոտենցիալ, պետք է ձևավորել համակարգ, որը պիտի ուսումնասիրի եւ տա պատասխան։ Մեր Հայաստանի համար տնտեսությունը այս ստեղծված իրավիճակում, այս աշխարհակահաղական վիճակում ինչ ճանապարհային քարտեզով մենք պետքա դուրս գանք այս վիճակից, որ ունենանք նորմալ տնտեսություն։ Հիմա ես մի հատ օրինակ բերեմ։ Մեր բնակելի ֆոնդը ինքը կառուցված է հիմնականում սովետական միության ժամանակ։ Եթե գիտեք այդ Խրուշովկը, որ ասում են 5 հարգանի այդ շենքերը, չէ՞, իր ժամկետը 30-ից 50 տարի էր նախատեսվում։ Անցել է ինչքան? Այսօր շուտով։ Շատ։ Ահա։ Դրան պիտի գումարեն, գիտեք ինչ, որ ջերուցում չկա այդ շենքերի պատիեզներ մուտքերում, ջուր է լցվում, то есть ապահովումը մեր այդ շենքերի անվտանգություն, սպասարկումը,
չկա, համատերությունները գումար չունեն, նույնիսկ չեն կարողանում ապահովել մաքրությունը, հասկանում եք, ու այդ պարագայում մենք, ասենք թե, ինչքան ենք կառուցում բնակելի ֆոնդ, կամ մասնավորն ու պետությունը միասին, չնչին, ամեն մի մարդու համար պիտի կառուցվի տարեկան մի քառակուսի մետր, որպեսզի դու ապահովես, որպեսզի այդ ֆոնդը պահպանվի։ Տարեկան 3 միլիոն քառակուսի։ Այո, 3 միլիոն, դա նորմա։ Եթե դու դա չես կառուցում, ուրեմն այս տարի չես դնում, չես կառուցել, մյուս տարի երկու անգամ ավելի պետք է անես, հասկանում եք։ Իսկ մենք դա անում ենք։ Իսկ մեր պետական բյուջեն այսօր դա հնարավորություն տալիս է դա։ Չի տալիս։ Կամ ասենք թե մենք նայենք մեր վիճակը ջրի, էլեկտրոցանցի վիճակը նայեք։ Մտեք մի շենք, այստեղ ձեր մոտ մտնեք, տեսեք ինչ վիճակը։ Ներդրում արվել է։ Էդի Լենինի ժամանակից իմ տան դիմաց գնում են այդ համակարգը էլեկտրոցանցի, այդ ժամանակից ներդրում չի արվել, կախվածած ստոպիկը փթել են, կապերը վտանգավոր, անվտանգությունը չի ապահովում։ Վաղը ինչ ալնելու, հասկանում եք, պետությունը պետք է վերահսկի, ինչի ներդրում չի անում մասնավորը։ Պարոն Հարությունյան, մյուս կետերին էլ անդրադառնանք ձեր ծրագրի, որ հասցնենք նաև ուսուցիչների եւ բուժաշխատողների աշխատավարձերն եք ասում պետք է բարձրացվի։ Ունեք հաշվարկ ինչքան պետք է բարձրանա։ Կոնկրետ թիվ ունեք։ Չէ, կոնկրետ հիմա չէ, բայց մոտեցումը ձևավորված է։ Բժիշկը ուսուցիչը պետք է ստանա այնքան փող, որպեսզի ինքը չմտածի իր կենցաղի մասին։ Չեմ ասում հարուստ ապրի, բայց ինքը չպետք է մտածի, ոնց որ հիմա է ասենք, թե եթե դասատուն կամ ուսուցիչը գալիս է դպրոց կամ ինստիտուտ, համալսարան, ու ինքը ունի թիկունքում խնդիրներ, երեխաների բաների, ինքը սոցիալական խնդիրներ, սոցիալական կոպիտ, բայց գիտենք, չէ՞ մենք շփվում ենք։ Հայաստանի տարբերությունը ինչու՞մ է, որ մենք ամեն ինչ գիտենք, փոքր է, գնում ենք, տեսնում ենք։ Ինքը ինչ պիտի սովորացնի, ինքը ինչ օրինակ պիտի ծառայի, հասկանում եք։ Դրա համար, եթե դու ուզում ես ապագա պետությունը ունենա, առաջնահերթություն պետք է լինի այս հարցերը՝ կրթություն, անվտանգություն եւ առողջապահություն։ Այս երեքսյունն է, որը ապահովում է պետության զարգացումը։ Դրա համար պետությունը պետք է առաջնահերթ խնդիր դնի այս ուղղություններին, ոնց որ ասենք թե անվտանգությունը։ Ես ասել եմ, բյուջեն Ադրբեջանի տասնյակ անգամ գերազանցել է մեր ռազմական բյուջեն, ու բնական հարց առաջանում։ Իսկ մենք կարող ենք դա անել, թե ոչ։ Հա, պետք է անեինք։ Նու առաջինը պետք է ինչ որ մենք հիմա խոսում ենք տնտեսության մոդելը մենք զարգացնեինք, ճիշտ։ Պետական դերակատարում ինչ որ արես Ադրբեջանը։ Իր ամբողջ բանակի բյուջեն ձևավորում էր պետական բյուջեն, իսկ պետական բյուջեն ձևավորվում էր նավթային ընկերության շնորհիվ 80, հա, սոկար։ Չէ, սոկար չի, գնար, սոկարը դա բենզինի բան, հա, ինքը բենզինը, գնարը պետական ազգային նավթային բան է, կամպանիա, պետական է, եւ ամբողջ բյուջեն գնում էր, եկամուտը գնում էր պետություն, իսկ իրանք էլ դնում են բանակի եւ այն հարցերի, որոնք առաջնահերթ են։ Մեր պետությունը պետք է տենց անի։ Վրաստանը արեց անվճար կրթություն, արեց։ Հիմա մեր պետությունը արեց 65+ անվճար, շատ ճիշտ որոշում է։ Առողջության ապահովագրության մասին եք ասում։ Հա, հա, արեց չէ պետությունը, դա անվճար չի, սա պետությունը ծախս է անում, բայց ինքը համարեց, որ դա առաջնահերթ, այո։ Եվ եթե դու համարում ես դա առաջնահերթություն, ասեցի անվտանգություն, առողջապահություն, կրթություն, չեն կարող մենք զարգանալ, եթե մենք չունենք երիտասարդություն, որը կրթված է, սովորում է եւ իրանք են ապահովելու մեր զարգացումը։ Իսկ եթե դու պիտի փողով գնաս, մենք տեսանք, չէ՞ որ փողը չի ապահովում։ Չկա բնակչության մոտ 56% ասում աղքատությունն է։ Ոնց են դրանք սովորում։ Սովետական միությունը ոնց էր։ Կապ չուներ դու ինչ պաշտոն ես զբաղվեցում, թե ով ես, հավաքարար ես, բանվոր ես։ Բանվորը ստանում էր ամենամեծ աշխատավարձը։ Դրա համար աճ ունեինք մենք մտանք կայզերություն, Ռուսաստանի կայզերություն 1828 թվին ռուս պարսկական պատերազմից հետո Թուրքմենչայի պայմանագրի արդյունքում 1828-ի։ Հա, 1828 թվին, այո։ Մենք մտանք Ռուսաստանը ազատագրի, այդ ժամանակ էլ Ադրբեջանը ձևավորվեց, բայց Ադրբեջան չէր,
կոչվում էր Ելիզավետպոլսկի գուբերնիա, Հայաստանը 30,000 էր բնակչությունը, գիտեիք դրա մասին։ Չէ, ճիշտն ասած։ Բայց պետք է իմանա, 30,000 է եղել այս տարածքում, հայ, մյուսները եղել են մուսուլմաններ, եւ Գրիբայեդովը խնդիր է ստացել կայզերության, ռուսական կայզերության տակավից, որ ինքը հայերին բերի Հայաստան։ Եվ մենք 30,000-ից հասանք 3,600,000, 1828-ից մինչև 90։ Ինչի կայզերության մեջ էինք, սովետական միության մեջ էինք, եւ որտեվ ստեղծված էր սոցիալական պայմաններ, որ բանվորը կարողանում էր եւ ամենա ոնց ասած չափահուված խավը ինքը հստակ գիտեր, երեխան ծնվել է գնալու է դպրոց, հիվանդանոցը փողով չի, գնալու է ինստիտուտ, ավարտելու է ինստիտուտ, աշխատատեղ ունի եւ ստանալու է փող, որը ապահովում է իր կյանքը։ Մեր խնդիրը ապահովել այդ մասն է եւ ոչ թե փոքրամասնության, այլ մեծամասնության։ Պարոն Հարությունյան, ձեր հասցեին հնչող ամենատենց մեծ քննադատությունը նա է, որ աշխատել եք իշխանությունների հետ, այսինքն այս կառավարության կազմում, դուք ասում եք, որ դա եղել է ծառայություն պետությանը, դեսպանի կարգավիճակում, պաշտպանության նախարարի կարգավիճակում, բայց մինչև 24 թվականը ամեն ինչի հետ ինչ որ կատարվել է Հայաստանում, համաձայն եք եղել, կիսել եք իշխանությունների տեսակետները։ Իհարկե ոչ։ Որոնք են եղել իշխանությունների ամենամեծ սխալները այդ շրջանում։ Դե գիտեք ինչ, իհարկե չեմ համաձայնվել, դուք դրամատ 24 թվից ես ասենք թե իշխանություն չեմ, բայց խնդիրը չի, ես չեմ համարում այս իրավիճակում ստեղծված, երբ որ ժողովուրդը պարակտված է, ես դրա մասին ասել եմ, որ ամենամեծ սպառնալիքը դա է։ Հիմա ես քննադատեմ իշխանությանը ներսից, դա էթիկայի հարց է առաջինը։ Երկրորդը ես չեմ համարում, որ դա բան է, ես առաջարկում եմ ինչ որ ես եմ տեսնում, ասենք թե դա մենք չենք քննադատում ոչ մեկին, որտեղ դա պարակտում է մեր հասարակությանը։ Ու որ մի հարց չի լուծում, որ քննադատում են, ամեն օր դրանից է սկսվում, չէ՞։ Ես գնում եմ ընտրությունների, որպեսզի մեր հասնենք նպատակին եւ իրականացնենք մեր ծրագիրը։ Մեր ծրագիրը այս է, ինչ որ կա այստեղ, չէ՞։ Դա պատասխանը ձեր հարցին, որ պետք է կրթություն անվճար լինի, որը հիմա անվճար չի։ Մեր անվտանգություն պետք է հայեցակարգ ունենա, որ հայեցակարգ չկա, կա հաստատու 20 թվին ընդունված, բայց ի վիճակա փոխվել, բայց դա թուղթ է, ինքը ուժի մեջ չի մտցվել։ Մինչև հիմա 6 տարի անցել է, իրավիճակը փոխվել, չէ, ամբողջովին։ Նույնիսկ եթե լիներ բովանդակային ճիշտ ամեն ինչով, ինքը փոխվել է արդեն, չի, ինքը ուժի մեջ չի արդեն, չի գործում։ 6 տարի է չկա, տեսնում եք, դա մեր կետերը դա պատասխանա ձեր հարցին։ Պարոն Հարությունյան, չգիտեմ, ել երբ հնարավորություն կլինի ձեր այդ հարցազրույց անելու, դրա համար ես հարցնել, տամ չնայած նախընտրական բանի հետ կապ չունի, դուք 2020-ին եղել եք էլի բարձրաստիճան պաշտոնյա 44 օրյայի ժամանակ, որոնք էին մեր հիմնական սխալները, բաց թողումները, որ պարտվեցինք պատերազմում։ Նույն ես 44 օրյա ժամանակ չեմ եղել։ Դուք եղել եք գլխավոր խորհրդականը վարչապետի այդ ժամանակ։ Տեսնում եք, պետությունը դա գիտեք ինչ է, պետությունը երբ որ նշանակում են պաշտոնին, նույնիսկ մեր օրենքներով ձևավորում է անձնագիր պաշտոնի, որտեղ գրված է քո պարտականությունները։ Ես բանակի հետ կապ չեմ ունեցել։ Չէ, բայց ուզում եմ ձեր Չէ, դուք ռազմական գործիչ եք, դրա համար եմ հարցնում։ Դա ուրիշ հարց, դե ուրեմն ոչ թե որպես պատասխանատու, այլ որպես դե դուք ասում եք գլխավոր խորհրդականը եղել, ես ուզում ասել, այո, ես կպատասխանեմ ձեր հարցին, բայց դուք հարցը պետք է ձևակերպեք, որ ձեր կարծիքը որպես ձեր կարծիքը որպես պաշտոնով ես չեմ զբաղվել բանակով։ Իմ լիազորությունների մեջ դա չի մտել։ Հետի մեկ հիմա ինչն է պատճառը, դե առաջին ես օգոստոսին եմ նշանակվել, ես դա ասեմ ձեզ, որ դուք երբ որ ես նշանակվել եմ օգոստոս ամսին, իսկ նշանակվել եմ ինչ պատճառներով, ինչ հանգամանքներով, երբ որ իրավիճակը դե հիշում եք Թավուշյան գործողություններից հետո լարված էր վիճակը եւ վարչապետը հրավիրեց մի խորհրդակցություն, բոլոր քաղաքագետներ, ով ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապ ունեն, հասկանում են, ու խնդրեց, որ մենք ներկայացնենք ոնց են գնահատում մենք ստեղծված իրավիճակը։ Ես իրան ներկայացրի։ Ինչ եք ասել վարչապետին։ Ասել եմ, որ վտանգավոր վիճակ է, պատերազմի սպառնալիք կա,
նո կոնկրետ ասեցին նույնիսկ ինչ զարգացում կարող է լինել, որտեղ ես դա արդեն զգում էի։ Ինքը դրանից հետո ինձ հրավիրեց, ասեց ես կխնդրեմ ձեզ հրավիրեմ քննարկենք, ասեցի բնական է։ Կա երկու մոտեցում։ Սպային սովորացնում են, որ բարդ իրավիճակներում ինքը պետք է պատասխանատվությունը վերցի իր վրա։ Ոնց որ ես 90 թվին, երբ որ ինձ առաջարկեցին այդ խառը վիճակում պետք է գաս բանակը ղեկավարես, Վազգեն Մանուկյանի հետ եմ հանդիպել 90 թվին, ինքը վարչապետ էր այդ ժամանակ, բարձր դժվար վիճակ էր, դժվար որոշում էր, ես ընդունել եկել եմ։ Նույնը այստեղ ինքը որ ասեց ես ես առաջարկում եմ բանման, ես այս բարդ իրավիճակում չէի կողքի ունենալով այդ փորձը բանը, բարձր, բայց խնդիրը չի։ Դրանից հետո ես իրան զեկուցել եմ մի շաբաթ հետո ուսումնասիրել եմ իրավիճակ, իրան ներկայացրել եմ։ Դե բարձր չէ, եթե ինքը հրավիրում այդպիսի հավաք, ինքը գնահատում է հնարավոր պատերազմ։ Այն որ հարցը տալիս է մեկ-մեկ, թե տեղյակ էին իշխանությունները, թե չէ։ Հա, եթե այդ խորհրդակցությունը հավաքել, այն բարձ է։ Նույնտեղ ակնհայտ էր, այնտեղ սպառնալիքներ էր հնչում, եթե հիշում եք։ Ու ես ներկայացրի այդ բանը, որ այո, սկսել եմ այդ ձև Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հետևանքով ու չբացեմ այդ բանը։ Սա է վիճակը։ Հիմա մեր խնդրումը ինչու՞մ է եղել։ Դե ես սրան կանդրադառնամ, որովհետև սա շատ ծավալուն լուրջ հարց է եւ մենք այդ պատասխանը պետք է տանք, թե ոնց է եղել, որ մենք պարտվել ենք, սա կոմպլեքս իրավիճակ է։ Կա հանգամանքներ են, այդտենց ստեղծվել, բայց հիմնական պատճառը մենք ենք մեղավոր ինչի, որովհետև մենք չենք ապահովել բալանսը։ Մինչև 2005-6 թիվ մենք ապահովել ենք բալանսը։ Դե բալանսներ ինքը շատ գործոններ ունի։ Նու հիմնականից մեկը դա ֆինանսավորումը, բանակի բյուջեն։ Մինչև 2005-6 թիվը բալանսը պահպանվել է։ Դրանից հետո իրանք կտրուկ աճեցրել են, մենք չենք գնացել այդ ճանապարհով։ Մենք նույնն ենք թողել։ Ու եղել է իրավիճակ, երբ որ իրանց բյուջեն եղել է 3 միլիարդ 600 միլիոն, մեր եղել է 390 միլիոն, 10 անգամ ցածր։ Բայց այնտեղ ուրիշ խնդիրներ կա, մենք ասենք թե հապկից զենքը ստանում ենք էժան գնով, ու իրանք էլ ունեին այդպիսի լազերի կետ, բայց չափանիշ է բյուջեն քո։ Մյուս խնդիրը մենք չենք կարևոր ամենասում, եթե մենք դա ձևավորենք, մենք այս խնդիրը ուրիշ դեպք կլուծեինք, ասենք թե մենք չենք ձևավորել անվտանգության պետական համակարգ, չենք ձևավորել, մենք հույսը դրել ենք բանակի վրա, բանակն է, բայց պատերազմում է պետությունը, մենք կոմունիկացիաներ չենք պատրաստել, շատ մաներուն ասենք թե, տեսեք Դավիթ Բեկ Գորիս, չնայած այդ տարածքը մերն էր, ու ինքը հենց սահմանով էր գնում, դա 21 կիլոմետր, որից 11 Ադրբեջանի տարածքով էր գնում, պարզ այդ ժամանակ մեր հասկացության տակ էր, բայց պետք է մենք հեռատես լինեինք, որպեսզի զուգահեռ դա կոչվում է ռակադային ճանապարհ, որը ապահովում է, ասենք թե ճակատի այս ուղղությունը, մենք պետք է ինքը չէր կարող գտնվել սահմանի մոտ, ինքը պետք է 30-40 կիլոմետր հեռու, ինչքան հեռու այդքան լավ, որպեսզի հրետանին չհասնի, որ այդ ճանապարհը գործի, հասկանում եք, մենք այդ ստիպված ենք արել, երբ որ մենք կարողացել ենք հաջողվել է մեզ թույլ չտալ, որ ադրբեջանցիները գան իրանց սահմանի վրա նստեն, եթե իրանք նստում են, մենք այդ 11 կիլոմետրը կորցնում էինք։ Մեզ հաջողվեց Ռուսաստանի շնորհիվ, ես կապվել եմ Շոյգուի հետ, խնդրել եմ, ինքը զորք է ուղարկել, Գասանովին զանգարել, ասել է չմոտենաք սահմանին, իրանց սահմանին։ Ու մենք մի տարի ու կես օգտագործել ենք, ռուսները սահմանապահ զորքերը ուղեկցել են այդ ճանապարհով իրանց տարածքով, զուգահեռ մենք կառուցել ենք այս ճանապարհը, Թաթևի ճանապարհը։ Բայց դուք պատկերացնում եք, եթե չհաջողվեր դա անել, իրանք գալիս նստում են, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրանք գալիս են։ Սյունիքի հետ կապը կտրվում էր։ Կտրվում էր, այ ապրեք։ Կտրվում էր, ինչ պատճառով, որտեղ մենք կոչվում է դա թաթերաբեմի պատրաստելը պատերազմի։ Այդ ճանապարհը պետք է կառուցված լիներ։ Նույն այդպես լիքը հարցեր կա։ Շատ լավ, պարոն Հարությունյան, վերջում կարճ կարող եք ձևակերպել ինչու պիտի ընտրողը մարդիկ ընտրեն ձեզ եւ ինչ ուղերձ ունեք իրենց փոխանցելու կարճ եթե հնարավոր։ Ինչու ընտրել,
ասեմ ձեզ, որտեվ կարևորը այն չի, որ ինչ են խոստանում, այլ կարևորը մարդիկ, որոնք խոստանում են, իրանց անցած ճանապարհը եւ այս անցած ճանապարհում իրանք ինչ են արել, իրանց խոսքն ու գործը համապատասխանել են, չեն խրվել կոռուպցիայի մեջ, թե ոչ, որտեվ կոռուպցիան է քանդում մեր Հայաստանը եւ ամբողջ թիմը, որը մասնակցում է, պիտի ցուցակով կենսագրությունները նայեն եւ նայեն իրանց կրթությունը, իրանց փորձը, իրանց մակրությունը, դա է, որ պիտի մեր ժողովուրդը ընտրի։ Եթե ուզում է ինքը ապագա, եթե ուզում է որ այն խոստումները, որ տալիս են, իրականացվի, դա պիտի նայի կենսագրությանը, այդ մասնակիցների եւ ով խոստում է տալիս, ինչ է տալիս։ Որն է քվյաթերթիկում, որ համարը մենք տեսնում եք համար 1 ենք, այնպես որ առաջարկում ենք քվեարկել համար 1-ին։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան զրույցի համար։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։